Ավելի քան 4 ամիս է իրավապահներին չի հաջողվում Հայաստան վերադարձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող Նվեր Ծառուկյանին, թեև խուլիգանության եւ կողոպուտի մեջ մեղադրվող Կրտսեր Ծառուկյանի փաստաբանն ավելի վաղ հայտնել էր նրա գտնվելու վայրը։ Գործ ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն եւ Բելարուս։ Հիմա կարող է 2 օրը մեկ ինքը գնա Բելարուս, հետ գա Ռուսաստանի Դաշնություն։ Անցած հոկտեմբերին Ծաղկաձորի խաղատներից մեկում ծեծկրտուքով ու կրակոցներով ուղեկցվող վիճաբանություն էր տեղի ունեցել խաղատան աշխատակիցների ու Նվեր Ծառուկյանի թիկնապահների միջև։ Այլ մանրամասներ քննչական կոմիտեն դեռ չի հաղորդում, բայց մամուլի խոսնակն այդ ժամանակ Ազատությանն ասել էր, կրակոցներից ոչ ոք չէր տուժել։ Նվերը զինված չի եղել։ Ազատության հետ զրույցում պնդել էր նրա փաստաբան Էմիլ Խաչատրյանը, որն այսօր այդպես էլ չպատասխանեց մեր հարցին։ Իր պաշտպանյալի գործողումը երբ է ավարտվելու։ Մեկնաբանություն չեմ կարող։ Բայց գործողումից վերադարձավ։ Միջադեպից հետո Ծառուկյանի որդին ու թիկնապահները հեռացել էին տարածքից, իրենց հետ տանելով խաղատան տեսախցիկների DVR սարքերը։ Դրանք օգտագործվում են տեսագրությունները պահպանելու, կառավարելու եւ դիտելու համար։ Քննչական կոմիտեից այսօր չարձագանքեցին մեր հարցին։ Արդյոք քննիչները կարողացել են Նվեր Ծառուկյանի թիկնապահների ձեռքն անցած այդ սարքերը վերադարձնել։ Ենթադրվում է, որ դրանք գործով կարևոր ապացույցներից են։ DVR սարքերը կողոպտելու հոդվածը իրավական սխալ գնահատականի արդյունք է, պնդել է փաստաբան Խաչատրյանն ու հավելել, ոչ թե կողոպտել են, այլ խնդրել են եւ համապատասխան աշխատակիցը տրամադրել է տեսագրությունը։ Եթե այնտեղ ոչինչ տեղի չի ունեցել, ապա ինչու են խնդրել։ Դրա պատճառաբանությունները հանրայնացման ենթակա չի։ Որ Գագիկ Ծառուկյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն մտերիմ հարաբերություններ ունեն, գաղտնիք չէ, բայց Նվեր Ծառուկյանի փաստաբանը պնդում է, թե Բելարուսում գտնվող Կրտսեր Ծառուկյանն այնտեղ արտոնյալի կարգավիճակ չունի։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը սակայն չի բացառում։ Գուցե Ծառուկյանի կապերն են նպաստել, որ որդին այդպես էլ Հայաստան չի վերադարձվում։ Հնարավոր է եւ այդպես է, սակայն այս դեպքում խախտվում է օրենքի առջեւ հավասարության սկզբունքը եւ ստացվում է, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են, բայց ոմանք արտոնյալ են։ Քննչական կոմիտեից չեն արձագանքում, ինչ խոչընդոտ կա, ինչու իրավապահները չեն կարողանում վերադարձնել Կրտսեր Ծառուկյանին, արդյոք պաշտոնապես դիմել են Բելարուսին կամ Ռուսաստանին նրան արտահանձնման համար։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստան-Ռուսաստան կամ Հայաստան-Բելարուս պարբերաբար լարվող հարաբերությունները չպետք է խոչընդոտ դառնան այնտեղ հետախուզվողներին, այս դեպքում Նվեր Ծառուկյանին Հայաստան վերադարձնելու համար։ Իրականում իրավապահ համակարգի ոչ այնքան ճկուն, ոչ այնքան հստակ աշխատանքի արդյունք է, որովհետև շատ երկրների միջև կան միջպետական պայմանագրեր համագործակցության իրավապահ մարմինների եւ հայտնաբերել անձին եւ բերել եւ շարունակել քննությունը շատ ավելի հնարավոր է, քան ջանում են իրավապահ համակարգերը։ Ծառուկյանի որդու նկատմամբ միջազգային հետախուզումը շարունակվում է։ Այս դեպքով 3 մեղադրյալ կա։ Նրանց գործն արդեն ուղարկվել է դատարան։